Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, ձեզ համար աշխատում է Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ, որ մեզ կարող եք ունկնդրել նաև arm.radio.am կայքի on-line ռեժիմով, տեսագրություն ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ միացեք մեզ live stream-ի տարբերակով Facebook-յան հարթակում հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում, այստեղ կարող եք իհարկե մեզ տեսնել եւ մեկնաբանություններում թողնել հարցեր, դիտարկումներ։ Այսօրվա եթերը կարծում եմ կհետաքրքրի ծնողներին, տատիկ պապիկներին, մանկավարժներին, բոլոր նրանց, ովքեր առնչվում են երեխաների հոգեկան ու ֆիզիկական առողջության հետ, քանի որ մենք հարցեր ենք ուղղելու մանկաբույժին, ամենատարբեր հարցեր։ Ես հավաքել եմ արդիական, շատ գրագետ շարադրված, ինչպես նշեցի, իմ լսային հարցեր մամաների կողմից եւ ոչ միայն, ու փորձենք թեթևներից դեպի ավելի բարդերը հերթով անդրադառնալ։ Առաջին հարցը, որ աչքովս ընկավ հաճախ հնչող, դրանք վիտամիններն են եւ ես կարծում եմ, որ պայմանավորված է երեխաների քիչ ուտելու, միայն 1-2 տեսակ սնունդ ուտելու, մի խոսքով քմահաճությունների հետ, որ կապված են այսօրվա երեխաները սնունդի առումով եւ մամաները փորձում են հասկանալ, արդյոք կարելի է այդ բացը, եթե երեխան սիրում է միայն մակարոն կամ միայն կարտոֆիլ ֆրի, արդյոք կարելի է այդ բացերը լրացնել մշտապես կամ տարվա մեջ մի քանի անգամ որոշակի վիտամիններ տալով երեխային։ Ինչ կասեք առհասարակ վիտամինների մասին։ Փորձենք պատասխանել բոլոր հարցերին հերթով, այո, իհարկե այդ հարցը շատ մամաների է, ծնողների անհանգստացնում, պետք է հարցին մոտենալ ավելի խորքային, ինչու է երեխան այդպես ուտում։ Միգուցե երբ որ հարցին մոտենանք այդպես, բացարձակապես անհրաժեշտություն չլինի դա լրացնելու, որտեղ մենք կարողանանք դա ուղղել։ Հիմնականում դա հոգեբանական խնդիր է լինում, եւ ապացուցողական բժշկությունը այսօր ամբողջ աշխարհում գտնում է, որ վիտամինոթերապիան դա պետք չէ կիրառել, այսպես ասած, աջ ու ձախ ելնելով նրանից, որ երեխան չի ուտում, երեխան կամակոր է, երեխան ընտրված սնունդ է ուտում։ Պետք է վիտամիններ նշանակել միայն այն դեպքում, եթե կան լաբորատոր գործիքային հետազոտություններ, կա որևիցե միներալի, որևիցե վիտամինի դեֆիցիտ հայտնաբերված լաբորատոր քննությամբ։ Մնացած բոլոր դեպքերում հարցին պետք է մոտենալ ավելի շատ որպես հոգեբանական խնդիր, փորձել ընտանիքով հասկանալ, ինչու երբ որ ծնողները գտնում են, որ երեխան պետք է դա ուտի, մյուս կողմից տան ավելի ավագ անդամները, տատիկ պապիկները անմիջապես միջամտում են, փորձելով դրանով երեխայի վիճակը մեղմացնել, որ դե լավ երեխան չի ուզում, թող ուտի, մի այլ բան չկա նման բան, պետք է ավելի թիմային մոտենալ հարցին, մանկուց պետք է մոտենալ, երբ որ դեռ երեխան 6 ամսականից պետք է սկսի հավելյալ սնունդ ուտել, ճիշտ ընտրել հավելյալ սնունդը, ճիշտ հաջորդականությամբ, ճիշտ բաղադրությամբ եւ հաստատ ավելի ավագ տարիքում նման խնդիրներ չեն լինի։ Ինչևէ, եթե արդեն առաջացել է դա դպրոցական տարիքի երեխա է, որը խիստ վատ է սնվում, փորձեք շտկել սննդակարգը եւ փորձեք լաբորատոր գործիքային հետազոտություններով մանկաբույժի ուղղորդմամբ իհարկե համոզվել, որ կա որևիցե միջամտման կարիք։ Պրոֆ նպատակով չի տրվում որևիցե վիտամինային կոմպլեքսներ, դա այսօր չի ընդունվում արդեն վաղուց, այնպես որ գովազդներին խորհուրդ կտամ չհետևել։ Այո, գովազդները, մարքեթինգային քայլերը այսօր շատ են։ Մարքեթինգային քայլեր են, պետք է ավելի սթափ նայել այդ ամեն ինչին եւ չտրվել դրան ուղղակի։ Ես առողջ եմ հաղորդման շրջանակում զրուցում ենք մանկաբույժ Նունե Ավագյանի հետ եւ այսպես վիտամիններից, ինչպես դուք նշեցիք, 6-րդ ամսից երեխայի կյանքի հավելյալ սննդի ներմուծումից անցում կատարենք հենց աղին ու շաքարավազին, սա եւս անհանգստացնող խնդիր է ու էլի մամաները հարցնում են, արդյոք դրանք այդքան իսկապես վտանգավոր են, դե լավ չեն, շատ է խոսվում, որ որքան ուշ այնքան լավ, ինչ անել այս երկու մթերքի
հետ, երբ ներմուծել։ Բացառապես մինչև 2 տարեկանը պետք չէ որ երեխան ծանոթ լինի աղի եւ շաքարի հետ։ Այդքան խիստ, այո, մինչև մեկը որ հատկապես խիստ, այո, շատ հաճախ մամաները էլի նույն պնդմամբ, տատիկները նույն պնդմամբ ասում են որ բայց փորձեցինք այնքան անհամեր, դա ոնց տանք երեխային, անհամեր մեզ համար։ Երեխայի համար դա նորմալ է, նա չունի այդ, չի փորձել այլ համեր։ Այնպես որ նա չպետք է իմանա ոչ աղի համը, ոչ շաքարի համը, մի փոքր քաղցրացնել միգուցե մրգի հաշվին կարելի է, չոր չրերի հաշվին կարելի է, բայց երբեք ոչ շաքարի հաշվին, էլ չեմ խոսում արդեն ավելի մեծ տարիքում, հա, 2-3 տարեկանից հետո, որ այդ աղի եւ շաքարի կոնցենտրացիան իրանք ստանում են ոչ միայն հենց ուղիղ շաքարի եւ աղի տեսքով, այլ են սննդի տեսքով, որոնք իրանք արդեն սկսում են օգտագործել գազավորված ըմպելիքներ, տարբեր քաղցրավենիքներ, շատ հաճախ մամային երբ որ ասում ենք քաղցր, չէ, ինքը ուղակի մի հատ թխվածքաբլիթ ուղակի հենց այդ ուղակիներով է ձևավորվում եւ այսօր ամբողջ աշխարհը շատ մեծ պայքար է մղում գերքաշության դեմ առանց այդ էլ կա հետ հիպոդինամիան քիչ շարժվելը երեխաների իրանք ավելի նստակյաց են սմարթֆոնների հետ կապված եւ այլը եւ երբ որ կա ոչ ճիշտ սննդակարգ հավելյալ շաքարի ներմուծում այստեղ արդեն ճարպակալման վտանգը շատ ավելի մեծ է հետագայում իրանից բխող բոլոր տեսակի բարդություններով պետք է մաքսիմալ սահմանափակել մինչև 2 տարեկանը ընդհանրապես դրանից հետո այո կարող է լինել աղ կարող է լինել շաքար բայց այն սնունդը դա գազավորված ըմպելիքները, քաղցրավենիքները, կոնֆետները, բոլոր տեսակի, որոնք ապխտած այդ երշիկեղեն եւ այլը, որոնք էլի շատ մեծ աղի քանակ են, որ թվում է ինչ աղա կերել երեխան, չի կերել, ոչ, կերել է, շատ մեծ քանակ է դա։ Այդ բոլորը պետք է բացառել երեխայի սննդակարգից, պետք է լինի համապատասխան ածխաջրատ, ճարպ, սպիտակուց, բջջանք եւ վասկ խաղ, էներգիայի ծախս, իրա ընդունած կալորիայի համապատասխան։ Տիկին Ավագյան, մենք այսօր Հայաստանում ունենք երեխաների այդ վազելու, խաղալու քչություն, ճարպակալման իրական վտանգ, դուք հիշում եք մեր գրառման ներքո այդ հարցն էլ կար, ինչպես կանխարգելել էլ ճարպակալումը եւ ինչպես պայքարել, եթե արդեն նշաններ են նկատվում, նաեւ մենք ունենք բարձր ավագ սերնդի ներկայացուցիչներ ում համար լավ ուտող միշտ որքան հնարավոր է հաճախ ուտող երեխան լավ վիճակում է, լավ բան է, լավ ուտող երեխան, պոնչիկ երեխան։ Եվ ինչպես արդյոք իրոք այսքան վտանգավոր է խնդիրը։ Տեսեք, ուրեմն 7 տարեկանից հետո բոլոր երեխաները 7-ից 18 տարեկան, հա, դեռահասներ տարեկան 1 այց ունեն պարտադիր մանկաբույժի մոտ։ Ես հորդորում եմ բոլորին տարեկան այդ 1 այցը պարտադիր ապահովել, չսպասել, որ երեխան հիվանդացել է, հիվանդության կապակցությամբ ենք դիմում։ Իհարկե այդ ժամանակ էլ է կատարվում իր ընդհանուր զննումը անկախ հիվանդությունից, բայց այդ պրոֆ այցը պարտադիր է։ Այդ ժամանակ է, որ մանկաբույժը հայտնաբերում է երեխայի մոտ կան որևիցե խնդիրներ, թե ոչ։ Առաջինը սկսում ենք այդ անթրոպոմետրիկ չափումներից, հա, քաշը հասակը ինչպիսին է, ինչքանով է համապատասխանում իր տարիքին եւ ինչքանով է քաշ հասակ հարաբերությունը համապատասխանում նորմային գոյություն ունեն պերցենտիլներ, հա, եթե այդ նորմայի մեջ է երեխան ունի ավել քաշ, բայց նա դեռ տեղավորվում է նորմայի մեջ, այստեղ հիմնականում մենք գործ ունենք սննդային սխալ ռեժիմի հետ եւ մանկաբույժն է փորձում դա կարգավորել, բացատրելով ինչ պետք է ուտի, ինչքան պետք է քայլի, ինչքան պետք է վազի եւ այլն։ Իսկ երբ որ մենք ունենք թույլատրելի վերին սահմանից ավել քաշ, դա արդեն ներզատաբանի խնդիրն է։ Դուք խորթում եք, մենք պարտադիր ուղղորդում ենք ներզատաբանի մոտ այդ դեպքում եւ արդեն համապատասխան հետազոտությունների արդյունքում որոշվում է թե
ինչի արդյունքում է երեխան այդպիսի քաշ հավաքել։ Կարող է լինել նաև թերքաշություն իհարկե, թերքաշության դեպքում էլ ենք ուղղորդում ներզատաբանի մոտ։ Ամեն դեպքում մեզ ինֆորմացիա տալիս է այդ տարեկան 1 այցը պարտադիր։ Դա պետք է լինի, դա նորմալ է, դա այդ 1 այցի հետ կա ոչ միայն մանկաբույժի խորհրդատվություն, ամեն տարիք ունի իր համապատասխան ցուցումները, որ մասնագետը պետք է զննի երեխային, դա շատ կարևոր է, դա կանխարգելում է շատ բաներ։ Այո, ես հիշեցնեմ, որ մանկաբույժները նաև ուշադիր են երեխայի խոսքի, հոգեկանի, մտավոր զարգացման նշանների նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում, ինչ որ տատանումներ նկատելու դեպքում կարող եք դուք նաև ուղղորդել, չէ՞, 1 այց օրինակ լոգոպեդի մոտ կամ հատուկ մանկավարժի մոտ։ Միանշանակ, իհարկե, եւ տեղամասային մանկաբույժի կամ ռեգուլյար հսկող այդ մանկաբույժի առավելությունը հենց նրանում է կայանում, որ նա ճանաչում է երեխային եւ ամեն այցի ժամանակ ինքը արդեն գիտի ում հետ գործ ունի, մի փոքր զրույց ենք ունենում անպայման երեխայի հետ, ինչպես է դասերդ, ինչպես են եւ այլը, եւ այդ զրույցի արդյունքում ենք մենք վերհանում, արդյոք ինչ որ բան հետ է մնացել էս երեխայի մոտ, իհարկե այդտեղ շատ կարեւոր են նաեւ ծնողների դերը, հա, ես ուզում եմ ծնողները ընդունեն, որ բժիշկը տեսնում է 15 րոպե երեխային։ Եթե երեխան չի հիվանդացել, դա կարող է լինել տարեկան 1 այց 15 րոպեով, հա, եւ հնարավոր է, որ բժիշկը բաց թողնի ինչ որ մի խնդիրը, դա վերագրի ամաչկոտության, վերջապես երեխաները տարբեր են լինում։ Մեկը մի քիչ ավելի ազատ, մյուսը ավելի կաշկանդված։ Ծնողն է 24 ժամ իր երեխայի հետ անցկացնում։ Նա պետք է մոտենա մանկաբույժին եւ եթե ինչ որ խնդիրներ է նկատել, նախապես զգուշացնի, որ խնդրում եմ մի հատ ուշադրություն դարձրեք, կարծես թե իմ երեխան այս հարցերում ինչ որ հապաղում եմ նկատում, միանշանակ մանկաբույժը այդ դեպքում կուղղորդի համապատասխան լոգոպեդ, հոգեբան, ինչու ոչ հոգեբույժ, պետք չի վախենալ այդ բառից։ Շատ եմ հորդորում բոլոր ծնողներին, հա, երկար ժամանակ բուժվել նևրոպաթոլոգի մոտ այնպիսի ախտորոշումներով, որոնցով պետք է զբաղվի հոգեբույժը, պետք չի ընդամենը վախենալով հոգեբույժ բառից։ Դա շատ նորմալ է։ Հո երեխաս հոգեկան հիվանդ չի, որ տանեմ։ Այո, մենք դրանով շատ մեծ խնդիրներ կլուծենք, եթե ժամանակին ճիշտ մասնագետին ուղղորդվի եւ ստանա համապատասխան բուժում։ Շնորհակալություն հորդորի եւ ուղղորդման համար, խորհուրդ եմ տալիս հետեւել, որովհետեւ իսկապես կանխարգելելն ավելի հեշտ է եւ աղախտորոշում ունենալն ավելի հեշտ է, քան հետո բարդացած վիճակում հայտնվել հենց նույն հոգեբաժի սենյակում, երբ երկար տարիներ սխալ բուժում եւ սխալ ցուցումներ են ստանում։ Մի հարց հնչեցնեմ, որը էլի շատ արդիական է, եթե երեխան հիվանդ է, ինչ հագուստ հագցնել իր սովորականի համեմատ, ես շատ թեթև եմ հագցնում եւ վիրուսների ժամանակ գիտեմ, որ չարժե ավելի տաք, բայց երբ մենք հիվանդ ենք, երբեմն ուզում ենք տաք լինել։ Ինչ կասեք այս հարցով։ Միշտ պետք է թեթև հագցնել երեխային համապատասխան տվյալ եղանակին, տվյալ սեզոնին, հիվանդ ժամանակ նույնպես պետք է թեթև հագցնել երեխային, պետք չէ գեր ծանրաբեռնել, շատ ընդունված մեզ մոտ էլի նորից մեր մեծերից եկած, հա, շփումները տարբեր տեսակի սպիրտային հիմքով անում են, որից հետո լավ ծածկում են եւ ունենում են կոմպրեսի էֆեկտ, ջերմությունը մի բան էլ բարձանում է դրա արդյունքում, միանշանակ պետք չէ նման բաներ անել, միայն թեթև հագուստ համապատասխան սեզոնին։ Դեռ կան, դեռ արդիական են այդ տնական շատ պակասել են, բայց դեռ լինում է, դրա համար մենք բարբերաբար հիշեցնում ենք դրա մասին, այո։ Ոնց որ թե հույս է նշмарվում, որ իսկապես կա, իհարկե կա, ավելի գրագետ երիտասարդ մայրերը։ Հաջորդ հարցը, որը այս եղանակին ամառվա կեսն ենք հասնում համարյա եւ կհետաքրքրի բոլորին, ինչ դեղորայք է հարկավոր վերցնել երեխաների համար հանգստի մեկնելիս, այստեղ կուզեմ ավելի ընդհանրացված ուղղորդումներ նաեւ լսենք, ինչպես պատրաստվել հանգստի, հատկապես ծովի։ Այո, ես խորհուրդ կտամ վաղ պատրաստվել եւ որքան երեխան փոքր է, այնքան ավելի նախապես է պետք պատրաստվել, ոչ թե այսօր որոշել 10 օր հետո մեկնել, ոչ։ Մոտ 2 ամիս առաջ պետք է պլանավորել
Անպայման պետք է ճիշտ ընտրել հանգստի վայրը, չընտրել այնպիսի ձև հանգստի, որ պետք է մի 10 օրում, չգիտեմ, 3 քաղաք մանգալ եւ այլը, դա փոքր երեխաների հետ հանգստի ձև չէ բոլորովին։ Եթե դա ծովափնյա հանգիստ է, անկախ իհարկե հանգստի ձևից, անպայման պետք է խորհրդակցել մանկաբուժի մոտ, վերհիշել, նայել ձեր այդ պատվաստումների թերթիկը, արդյոք երեխան իրեն տարիքին համապատասխան ազգային օրացույցով նախատեսված պատվաստումները ստացել է թե ոչ։ Եթե կա ինչ-որ պակաս բան, պարտադիր դա լրացնել նախապես, որովհետև ժամանակ է պետք, որ այդ հակամարմինները արտադրվեն, ոչ թե այսօր անել, վաղը մեկնել, պետք է հաշվի առնել, որ այդ մեկնելու արդյունքում ինքը շատ ավելի մեծ շփում է ունենալու մարդկանց հետ եւ տարբեր տեսակի ինֆեկցիաների հավանականությունը մեծ է լինելու, այնպես որ պատվաստումը դա պարտադիր պայման է, պարտադիր։ Դրան պետք է մոտ 2 ամիս առաջ պատրաստվել, եթե պակաս բան կա լրացնել, կուզեի քրոնիկ հիվանդները անպայման այցելեն իրենց մանկաբուժին, եթե ունեն որևիցե քրոնիկ հիվանդություն, բուժում են ստանում, համապատասխան կամ մանկաբուժին կամ նեղ մասնագետին տեղյակ պահեն, որ իրենք մեկնում են այս հանգստին եւ ինչ պետք է իրենք իրենց հետ ունենան, իրանց բուժման համար անհրաժեշտ դեղորայքը միգուցե տվյալ երկրում չլինի, անպայման իրենց հետ ունենան։ Եվ արդեն եթե մեկնում են, առաջինը մարդը ոնց է շփվում բնության հետ, դա մաշկն է։ Առաջի պայմանը դա մեր մաշկի պաշտպանությունն է, արևապաշտպան քսուկները պարտադիր պետք է լինեն մեր այդ դեղորայքը, պետք է ամեն ինչ անենք, որ մենք բուժման դեղորայքի անհրաժեշտություն չունենանք։ Արևապաշտպանները այսօր այնքան մեծ ընտրություն կա ամբողջ ընտանիքի համար 0 տարիքից կարելի է ընտրել, որքան է SPF-ը բարձր, այնքան ավելի ճիշտ, բայց չնայած արևապաշտպանին նաև ընտրել ճիշտ հագուստ այդ հանգստի վայրում, այսինքն մարմինը ծածկող, բաց գույնի, երկար թևերով, երկարափեշ, շնչող, բնական մատերիալից եւ հետո արդեն եթե ամեն դեպքում կան այրվածքների վտանգներ, պանտենոլ պարունակող կրեմներ, դե երեխաները ինչով են միշտ անակնկալի բերում ծնողներին ջերմության բարձրացմամբ, տարբեր պատճառներով, անպայման պետք է ունենալ ջերմիչեցնող այդ պայուսակում, պետք է ունենալ հակահիստամինային, հակաալերգիկ դեղորայք, ցանկալի ունենալ այն բաները, որը այն ջերմիչեցնողը, այն հակաալերգիկը, որը արդեն երեխան օգտագործել է։ Նոր բաներ փորձեք չկիրառել, նույնիսկ ես նույնը կասեմ նաև սննդի վերաբերյալ, այդպես էկզոտիկ վայրեր, շատ հետաքրքիր սնունդ եւ այլը, փորձեք երեխաներին զերծ պահել այդ ամեն ինչից։ Ընտրեք ավելի չեզոք սնունդ, ընտրեք ավելի մեղմ սնունդ, ընտրեք այն սնունդը, որին երեխան ծանոթ է, լավ։ Ուրեմն ջերմիչեցնողները, հակաալերգիկները եւ անպայման վերքային մակերեսների առաջնային մշակման համար նախատեսված հականեխիչ, այդպես ստերիլ բուջուրիկ փաթեթիկներ կան հիմա դեղատներում, դրանք պետք է վերցնել, հետո ունենալ, որ առաջին իսկ մաշկի ամբողջականության խախտման դեպքում դա կարա լինի վնասվածք, դա կարող է լինել մոծակի խայթոց, ինչ որ միջատներ, տզեր եւ այլը, անմիջապես մշակել արդեն ավելին խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ սիրելի ծնողներին, որ չվերցնեն անտիբիոտիկներ հետները, չվերցնեն հազի ինչ-որ խորխաբեր եւ այլ սիրոպներ, դրանք արդեն այն դեպքերն են, որ երկրում ուզում եք եղել, պետք է դիմեք բժշկի, չի կարելի այնպես վերցնել անտիբիոտիկ, որ հանկարծ եթե ինչ-որ բան տանք, ոչ, պետք է վերցնել ընդամենը այս սահմանափակ բաները եւ ճիշտ մոտենալ հանգստի թեմային, հաստատ դրանից ավել բան ձեզ պետք չի գա։ Եվ երևի չխուսափել արտերկրում բժշկի դիմել։ Իհարկե, անպայման այդ կազմակերպչական հարցերը անպայման ունենալ ապահովագրություն, անպայման եթե երեխան 1-2 օրից ավել ջերմում է, դա համար ջերմություն է, իջեցնում եք, նորից բարձրանում է, պետք է դիմել բժշկի, չպետք է խուսափել։ Եթե փոքր երեխայի հետ
դուք որոշել եք նման ճամփորդություն, պետք է այդ ամեն ինչը պատրաստ լինել այդ ամեն ինչին։ Ես մի բան էլ հորդորեմ, էլի հոգեբանական երևի ավելի շատ պահ, հիմա մեր երիտասարդները շատ զբաղված են, ես նորմալ եմ մոտենում, երկար աշխատանքային ժամեր են, հատկապես հայրիկները առավոտյան դուրս են գալի, երեկոյան գալիս են, երեխաները քնած են հիմնականում, այսպես է իրանց հանդիպումը տեղի ունենում, ու մեկ էլ որոշում են, որ իրանք գնում են հանգստի։ Սիրելի ծնողներ, 2 օր ազատ օր վերցրեք, 24 ժամ ձեր երեխաների հետ անցկացրեք ու որոշեք, դուք ուզում եք գնաք հանգստանալու։ Շփվեք ընտանիքի անդամների հետ։ Չէ, պատրաստ եք դրան, իսկապես դա երբեմն հետ են գալիս սարսափելի հոգնած, տանջված։ Եթե տանը ձեզ օգնում է դայակը, տատիկը, միգուցե հանգստի վայրում էլ ձեր հետ լինեն, որ նորմալ լինի, ախր այդ բոլորից բխում է հիվանդությունները։ Հիվանդությունը հենց այնպես օդից չի ընկնում։ Այդ ամեն ինչից է բխում։ Ճիշտ նկատառում էր եւ սպառիչ պատասխաններ շատ, հանգստի պատրաստվել պետք է եւ դա 1-2 օրվա անելիք չէ։ Հաջորդ կարևոր հարցը նախադպրոցական պատվաստումների անհրաժեշտության մասին կուզեի լսել, արդյոք բոլոր պատվաստումները պարտադիր են, դուք մի փոքր նշեցիք։ Մենք ունենք ազգային պլանային պատվաստումներ, օրացույց եւ կարծես թե մեր երկիրն էլ մեր ռեգիոնում բավականին լավ ծածկույթ ունի, այդպես են թվերը ամեն դեպքում հուշում, հիմա բոլորն են արդյոք պարտադիր, ես հարցն այդպես հասկացա։ Միգուցե կան ավելի ինչ-որ վտանգավորները, ճակերտավոր, նայեք, այն ինչ որ նախատեսված է ազգային օրացույցով, այո, դրանք պարտադիր են։ Ու պարտադիրը այսօրվա դրությամբ մի քիչ ճակերտավոր ասենք, որովհետև պարտադիր ոչինչ լինել ոչ մի մարդու համար չի կարող։ Վերջին հաշվով ընտրությունը ծնողինն է, բայց բոլոր ծնողները պետք է իմանան, որ իրենք շատ լուրջ ընտրության առաջ են եւ չի կարելի հենց այնպես անհիմն նյութերով, անհիմն փաստարկներով որոշել, որ իրենք չեն պատվաստում իրենց երեխային։ Ոչ, դա շատ մեծ պատասխանատվություն է։ Նման բան վերցնել մարդ իր վրա, որ չի պատվաստում եւ վտանգի է ենթարկում իր երեխային։ Նախադպրոցական ասելով ես կարծում եմ երևի նկատի ունեն 6 տարեկանում արվող պատվաստումը, որտեղ 6-ում նախատեսվում է պատվաստում կապույտ դիֆտերիա, փայտացում, պոլիոմիելիտ հիվանդությունների դեմ 1 դոզայով, այո պարտադիր է, այո անպայման ցանկալի է, բոլոր տեսակի տրավմաներից հետո երբ որ կա բաց վերք, առաջին հարցը որ տրվում է, երբ է երեխան փայտացման դեմ պատվաստվել, եւ եթե չի պատվաստվել, այդ պահին թողած այդ վերքի նաեւ հարցը մի հատ էլ կազմակերպվում է, որ պատվաստումը արվի, այնպես որ իհարկե դա պարտադիր է ոչ թե միայն այդ երեխայի համար, դա պարտադիր է կոլեկտիվ իմունիտետի համար։ Բոլոր այն հիվանդությունները, որ կանխարգելվում են, կանխարգելելի են, դրանք պատվաստումների շնորհիվ են կանխարգելվում։ Եվ չանել ու այո, շատ մեծ արդյունք ունենք, շատ հիվանդություններ վերացված են, չեն հանդիպում դրա շնորհիվ։ Եթե մենք այսօր թուլանանք եւ բաց թողնենք, մենք կունենանք նորից բռնկումներ։ Ասում են, որ շատ երիտասարդ մամաներ այսօր պարզ է չեն տեսել իրենց կյանքում եւ նաեւ նկարներով նույնիսկ մոռացել են թե ինչպիսի տեսք ուներ պոլիոմիելիտը կամ ծաղիկը եւ ամբողջ կյանքի համար հաշմանդամություն, բայց ինչու բերել երեխային նման վիճակի։ Իդեպ կարմրուկը մի պահ ակտիվացել էր, հիմա մենք ունենք էլի խնդիր դեռ, հանգիստ է, արդեն հանգիստ։ Եվ ուրախալի նորություն էր վերջերս, որ ջրծաղիկի պատվաստում ունենք արդեն։ Ունենք արդեն ջրծաղիկի, գիտեք տարիներով մենք ջրծաղիկի հետ կապված, այո, սեզոնային, ոչ սեզոնային արդեն բռնկումներ մի այլ կարգի դասարաններով, մանկապարտեզում խմբերով հիմա ունենք արդեն իհարկե որոշակի տարիքային խմբի է դա արվում է 1 տարեկան եւ ավել երեխաներին 23 թվի նոյեմբերից մեծ ծնված երեխաներին է արվում եւ տարեկանը լրացած, բայց դա էլ շերտ է, դա էլ քանակ է, արվում է եւ արվում է նաեւ զորակոչային տարիքի տղաներին, էլի շատ կարեւոր փաստ, որ բանակում որպես փակ տարածք, ինչքան կոնտակտը մեծ էր եւ ինչքան շատ էր բանակում ջրծաղիկի դեպքերը, այդ խումբն էլ է ընդգրկվել, գնալով քանակը բնականաբար կմեծանա, այո, շատ
լավ փաստ է դա։ Իսկ մտցված է այդ նույն պլանային օրացույցի մեջ։ Այո, իհարկե մտցված է պլանային ազգային օրացույցի մեջ։ Եվ վերջին հարցը, վերջին 5 րոպեներին հասցնեմ ուղղել, կարծում եմ էլի շատ կարևոր է, որևէ լուծում պատկերացնում եք համակարգում անտիվաքսերի դեմ պայքարելու համար, քանզի ձեր փորձը մեծ է արդեն բազմամյա, միգուցե դուք պատկերացում ունեք ինչ գործիքներով կարելի է այս միֆերը, մոլորությունները, այս անհիմն նյութերը չապացուցողական կառավարելի դարձնել եւ գիտեք դա շատ երկարատև, համառ, պարբերաբար տարվող աշխատանք պետք է լինի բոլոր տեղերում եւ հեռուստաեթերներով, ռադիոեթերներով, սանդուս աշխատանքներով սկսած մանկապարտեզներից ես կարծում եմ օրինակ ես էլ թորնիկներիս հիմա բոլոր տեսակի միջոցառումներին որ գնում եմ ես միշտ ուզում եմ վերջում ելույթ ունենալ որպես մանկաբույժ եւ ասել այս ամեն ինչը շատ լավ է սիրելի ծնողներ բայց ում երեխան պատվաստված չի տարեք պատվաստելու այո պետք է դրան ամեն տեղ ամեն ժամ ամեն օր տրամադրել հարթակ որտեղ դա շատ կարեւոր է դրանից եւ առողջական եւ նյութական եւ հոգեսոցիալական շատ հարցեր են բխում այդ բոլորը պետք է պետական մակարդակով ներքևից վերև վերևից ներքև անընդհատ տարվի մենք ամենայն դեպս մեր տեղերում անընդհատ աշխատում ենք ծնողների հետ անընդհատ լուսաբանում ենք բացատրում ենք հույսով եմ ամեն ինչ շատ ավելի լավ կլինի Գիտեք, ամենավատն այն է, որ երբեմն հակափաստարկ են բերում, հենց մեր բժիշկը ասաց, որ ես իմ երեխային թորներին չեմ անում, եթե ինձ կլսեք, դուք էլ մի արեք, այս այնքան է հուսահատեցնում։ Դա պարզապես անընդունելի է, ես նման դեպքերում, երբ որ մեզ ասում են, որ բժիշկն է ասել, ես ասում եմ զանգեք այդ բժշկին, ես խոսեմ իր հետ, հաճախ նման բաներ լինում է ստացիոնար պարկելուց հետո, բայց երբեմն մի քիչ ծնողներն են այդպես իրանց համար հորինում, հա, այդ եթե որտեվ կան բացարձակ հակացություններ եւ կան հարաբերական հակացություններ։ Հնարավոր է ժամանակավոր, հնարավոր է բժիշկը պարզապես ասած լինի, որ այս պահին ցուցված չէ պատվաստում։ Այս պահին, բայց առողջանալուց հետո կարելի է պետք չի դա շարունակել։ Եկեք ուրեմն հստակ հասցնենք նաև այդ հարաբերական եւ բացարձակ հակացություններին անդրադառնալ, որ հստակ լինի ամեն ինչ։ Նայեք, բացարձակ հակացությունները դրանք այնքան սահմանափակ են։ Բացարձակ հակացություն է համարվում տվյալ պատվաստանյութի նկատմամբ նախկինում անաֆիլակտիկ շոկ տարած վիճակները, այսինքն ալերգիկ արտառոց ռեակցիաները։ Միայն այդ դեպքում կարելի ասել, որ բացարձակապես չի կարելի իրան պատվաստել։ Բացարձակ հակացուցում է այս պահին սուր հիվանդությունը։ Անցավ բժիշկն է որոշում 1 շաբաթ հետո թե 1 ամիս հետո հակացուցումը վերանում է։ Ուրիշ հակացուցումներ չկան։ Մեկ էլ կա կենթանի վակցինաների նկատմամբ բացարձակ հակացուցում, բայց ելի դրանք եզակի են։ Մնացած բոլոր վիճակները, որոնք քրոնիկ են, քրոնիզացիան վիճակում իրանց կարելի է անել սուր վիճակում հետաձգում ենք մի շաբաթ 1 ամիս դա նորմալ է իսկ եթե երեխան այլ ինչ որ բաներից հաստատված ալերգիա ունի երբեմն ասում են եթե այսին սնունդից ունի դրանից էլ կարող է ունենալ սնունդից ունի պատվաստանյութից չունի վերջ ամեն ինչ նորմալ է հատկապես հիշենք որ իմ երեխան կամ ես ուղղակի ալերգիկ եմ, այդպիսի արտահայտություն չկա, որ ես ալերգիկ եմ։ Չէ, Փառք Աստծո հիմա ունենք շատ լավ ալերգոլոգների թիմ աշխատող, շատ ժամանակակից հետազոտություններ, ոչ մի այդպիսի ասված խոսք, եթե դա ռեալ է, օդի մեջ չի մնում, ուղղորդվում է, հայտնաբերվում է, եթե ի վերջո կա այդ վիճակը եւ համապատասխան մոտեցումը ալերգոլոգի, իմունոլոգի կողմից տրվում է։ Իսկ ինչ կասեք հոգեբանական, հոգեկան կամ մտավոր զարգացման խնդիր ունեցող երեխաների մասին։ Սա էլ շատ չարչրկվում է այս թեման։ Իրենց կարելի է, թե չէ։ Պատվաստումները միանշանակ դա բացարձակ հակացություն չէ։ Այնպիսի բաներ են ասում։ Դա բացարձակ հակացություն չէ, այո, առաջի պահը, երբ որ ծնողը շփվում է, որ երեխան ունի խնդիր, դա շատ նորմալ ռեակցիա է, մարդը միշտ փնտրում է մեղավորներ։ Բոլոր իրավիճակներում դա կլինի հիվանդություն, թե ինչ
Նույնը ծնողը նա ուզում է հասկանա, բայց ինչի տենց, ինչի եւ այդ ինչիների մեջ անպայման գտնվում է մեկը, որ իրան ուղղորդում է կամ ինքը միտեղ կարդում է, որ միգուցե պատվաստումը, դե դա արդեն էլի նորից բժշկի գրագետ աշխատանքն է բացատրել, որ պատվաստումը կապ չունի, հակառակը այդ երեխան ավելի թույլ, ավելի ընկալ է եւ նա ավելի պաշտպանված պետք է լինի։ Շնորհակալություն, հիանալի եթերեր, հիանալի գիտելիքներ փոխանցեցիք, հուսամ բոլորս կհետևենք այս ամենին, մենք օգտակար եղել։ Անպայման շատ մենք զրուցեցինք մանկաբույժ Նունե Հավաքյանի հետ, ձեզ համար աշխատեց Լույսի Քոչարյանը, խնդրում եմ հետևեք գրագետ փորձառու մանկաբույժների ուղղորդումներից, բաց մի թողեք պատվաստումները եւ այցերը մանկաբույժների մոտ։ Շատ շնորհակալություն, ցտեսություն բոլորին։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։